առաջացան, քանի որ թեման իրական ժողովրդավարությունն է, իսկապես բավական լայն է, որ ասում ենք իրական ժողովրդավարություն, դուք շատ տարբեր թեմաներ ունեք բարձրաձայնեցիք, թե հասարակական կազմակերպությունների գործունեությունը, թե մեդիան, թե դիմենտրությունները, թե ընդհանրապես խորհրդարանական ընտրությունները, որպես այդպեսին, քանի որ թեման բարձրաձայնել ենք արդեն, ու այս անգամ արժի այսպես հակառակությամբ գալ, պարոն Խաչատրյան, տեսեք դուք օրինակ հարց բարձրացրեցիք, որ հասարակական կազմակերպությունները ֆինանսավորվում են արտաքին ֆինանսավորում ու բարձր որտեղից է գալիս ընդհանրապես հասարակության մեջ այսպիսի կարծիք է նաև ձևավորվել որ Ռուսաստանում կամ թեկուզ արևմուտքում կիրառվող օտարերկրյա գործակալների մասին օրենքը արդեն ակտուալ է դառնում Հայաստանում ուղղակի այստեղ մի փոքր այլ հարցեր կա նաև տեսական տեսանկյունից թեորետիկ տեսանկյունից որ փաստորեն այդպես նաև կարելի է սահմանափակել ժողովրդավարությունն ու ազատությունը այսինքն այդպիսի սահմանափակումներ դնելով արդեն այդ օրենքը ոչ թե դառնում է ազգային ժողովրդավարությունը պահելու գործիք, այլ հարկադրանքի գործիք ու ինքը կարելի ասել նոր ցենզուրայի մեխանիզմ է դառնում։ Օրինակ կարծում եք, որ դա այդպես է, թե օրինակ հակապաստառներ կան դրա վերաբերյալ։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ այդ օրենքի կիրառումը ունի մի քանի աստիճան, որոնցից առաջինը թափանցիկության ապահովումն է, եւ երկրորդ աստիճանը ինչ որ սահմանափակող միջոցներ։ Ես այս պահին որևէ սահմանափակող միջոցի անհրաժեշտություն հայաստանյան հկների նկատմամբ չեմ տեսնում եւ կարծում եմ, որ դա արդարացված չի լինի։ Բայց ես տեսնում եմ այս օրենքի կիրառման թափանցիկության հաշվետվողականության հարց։ Այսինքն միտքը շատ պարզ է։ Մի հասարակական կազմակերպություն, որը ունենում է օրինակ տարեկան 1 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառություն եւ ներազդում է կառավարության գործունեությանը, հանրային կարծիքի ստեղծմանը, ինքը պետք է ապահովի իր միջոցների թափանցիկությունը։ Ինչու՞։ Որովհետեւ այդ կազմակերպությունը օրինակ կարող է պայքարել Հայաստանում ատոմակայանի փակման հարցի շուրջ։ Այսինքն ինքը կարող է լոբինգ անել, հանրային կարծիք ձևավորել, որ Հայաստանի ատոմակայանը պետք է փակվի։ Դա կարող է լինել օրինակ էքսպերտային կարծիք ինչ որ բաներից բխող մի կողմից, մյուս կողմից կարող է լինել իրեն ֆինանսավորող պետության շահի սպասարկում, որովհետև հասկանում ենք, որ այստեղ քաղաքական հարցը էական է։ Ինչ ուզում է լինի, նույնիսկ եթե ինքը սպասարկում է այդ պետության շահը, ես խնդիր չունեմ դրա հետ։ Ես խնդիր ունեմ նրա հետ, որ մեր հանրությունը երբ լսում է, իմանա, որ այս անձը այդ ռոպագանդան իրականացնում է, որովհետև համապատասխան կառավարության կողմից ստացել է ֆինանսավորում։ Երբ մեր ժողովուրդը դա կիմանա, թող որոշի իր տեսակետը կողմնակալ է բխում է այլ պետության շահից, թե իսկապես տակը օբյեկտիվություն կա, բայց ժողովուրդը որպեսզի կարողանա որոշել, պետք է իմանա այդ ֆինանսավորումը որտեղից է գալիս, որպեսզի նման հարցեր չառաջանան։ Ուստի ես կարծում եմ, որ այստեղ առաջին հերթին մեզ պետք է հենց թափանցիկությունը։ Շնորհակալություն, իհարկե։ Շնորհակալություն։ Ինձ թվում է մեր քննարկումը մի քիչ սխալ ուղղությամբ է գնում։ Դարձավ մենք հասարակական կազմակերպությունների բանը գործունեությունը քննարկելու համար ենք հավաքվել այստեղ։ Ես անգամ բան ուզում ասեի։ Կներեք։ Անգամ եթե ինչ որ բաներ կան չարաշահումներ եւ այլն կամ մեզ համար ոչ դուրեկան դրսևորումներ, դա հետևանք է քաղաքական համակարգի, դա հետևանք է այս գործող իշխանությունների վարած քաղաքականության։ Մենք թողած իշխանություններին հիմա հասարակական կազմակերպություններն ենք վերլուծում։ Ես ընդհանրապես դա նշեցի որպես մի նոր երևույթ, որը ասենք ներքին պայքարի հարցում մի քիչ ավելի բարդացրել է մեր վիճակը, բայց ես վստահ եմ, որ նույն հասարակության կազմում շատ ավելի շատ են մեր արժեքները դավանող, կիսող մարդիկ եւ համաձայն եմ պարոն Չուկակյանի ասացին, որ ուղղակի նրանց ձայնը քիչ լսելի է, որովհետեւ մնացածի համար կառավարությունը ապահովում է շատ լայն հրապարակայնություն։ Մենք հակառակ այդ մարդկանց պիտի գտնենք, այնով որ մեր կարծիքները կիսում է եւ համաձայն է, մենք դաշնակից ենք, մենք նույն նավակում ենք գտնվում։ Դրա համար մեր թիրախը պիտի լինի միայն կառավարությունը, գործող իշխանությունները, նրանց քաղաքական վարքագիծը։ Ես առաջարկում եմ, որ մենք սլաքները ճիշտ ուղղությամբ ուղղենք եւ քննարկենք
Բուն պատճառը ոչ թե հետևանքը։ Միանշանակ, պարոն Ավագյան, քանի դեռ խոսափողը ձեր ձեռքին է, մի հարցել է դեպքում ձեզ միանգամից, քանի դեռ ձեր ձեռքում է, միանգամից դուք էլ ձեր կարծիք հայտնեք այլ հարցի շուրջ, տեսեք դուք շատ ճիշտ ասացիք, որ իշխանությունների ուղղությամբ պետք է լինի քննադատություն, որտեղ դա այսպես թե այնպես պետության ղեկավարը իրենք են, ժողովրդավարությունը նաև կառուցում է հենց գործադիր օրենսդիր մարմինների գործունեությունից, տեսեք հիմա ընտրովի արդարադատություն տերմինը շատ է սկսել շրջանառվել, մանավանդ վերջին ձերբակալություններից հետո, ասես ինչպես կարելի է խուսափել այդ պրակտիկաներից, ինչ մեխանիզմներ է պետք կիրառել ներկայիս Հայաստանում, որպեսզի մենք չունենանք այս ընտրովի արդարադատությունը ու դե որ ինքն էլ դա չկարողանա այդպես ազդել իրական ժողովրդավարության վրա։ Շատ կարևոր եւ շատ ճիշտ հարց է։ Ես ընդհանրապես այստեղ ինձ մոտ առանձնացրել եմ մի կատալոգ բոլոր խախտումների եւ այլն, իհարկե ամբողջը չեմ ընթերցի, բայց ինչ որ բայից եթե հնարավորություն տաք, ես դատական համակարգի մասին պիտի կարդամ մի քանի բաներ, որովհետեւ մեր այսօրվա իրավիճակում, երբ որ այս խեղված սահմանադրությամբ փաստորեն ստացվում է, որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները միաձուլված են եւ հակակշիռները վերածված են այդտեղ, միակ ռեալ հակակշիռը, որ կարող է լինել, դա դատական իշխանությունն է։ Եվ հիմա եթե այս միաձուլը նաեւ ճզվում է իր տակ դատական իշխանությունը, դառնում է բռնապետություն։ Ասենք մենք երբ որ առաջարկում ենք, որ սահմանադրական փոփոխություն պիտի լինի եւ դա պիտի ուղղված լինի կառավարման համակարգի փոփոխությանը, նաև դա նկատի ունենք, որ կիսանախագահական կամ նախագահական համակարգում գոնե տեսականորեն հնարավոր է իրավիճակ, որ գործադիր իշխանությունը եւ օրենսդիր իշխանությունը իրար հակակշռում են, իրար զսպում են եւ այդ մեխանիզմները գործում են եւ իհարկե երրորդ ատյանն էլ դատական իշխանության համակարգը։ Բայց հիմա մեզ մոտ այս ամբողջը լրիվ այլ բնույթ է ստացել, ըստ մեր սահմանադրության միշտ լինելու է այնպես, որ գործադիր իշխանությունը ունենալու է մեծամասնություն օրենսդիր իշխանությունում, այլ կերպ չի կարող ձևավորվել գործադիր իշխանություն։ Ստացվում է այդ հակակշիռների մեխանիզմը դուրս եկավ արդեն։ Միակ հակակշռող մարմինը, որ մնում է, դա դատարանն է, իսկ ինչ է կատարվում դատարանի հետ։ Հիմա մի հատ նայենք այդտեղ ինչ է կատարվում։ Բազում զեկույցներ կան, որոնք ես առանձնացրել եմ, տարբեր միջազգային կառույցների, նաև հայաստանյան կառույցների։ Եթե թույլ կտաք, ես կուզեի հնարավոր է հակեր, որ ժամանակի մեջ կարողանանք տեղավորվել։ Որքան որ դա հնարավոր է։ Շատ լավ, ուրեմն հիմա ես մեջբերում կանեմ Freedom House-ի Freedom in the World 2025 Հայաստանին վերաբերող բաժնից կարդում եմ բառացի թարգմանությունը իմն է, բայց վստահեցնում եմ, որ իմաստ հաստատ չեմ փոխել։ Դատարանները ենթարկվում են համակարգային քաղաքական ներազդեցության, իսկ կոռուպցիան քայքայում է դատական ինստիտուտները։ Ըստ հաղորդումները դատավորները ենթարկվում են ճնշումների, որպեսզի մեղադրյալներին դատապարտելու համար աշխատեն դատախազների հետ, իսկ արտարացման վճիռների տոկոսը ծայրահեղ ցածր է։ 2022 թվականին Կարեն Անդրեասյանը իշխող կուսակցության անդամ եւ նախկին արտարադատության նախարար ընտրվեց ԲԴԽ նախագահ։ Այդ որոշումը լայնորեն ընկալվեց որպես քաղաքական շարժառիթներով դրդված։ 2024 թվականի վերջին Անդրեասյանը 5 այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Փաշինյանի պահանջով հրաժարական տվեց։ Փորձագետների կարծիքով այդ քայլով խախտվեցին սահմանադրական նորմերը եւ ականապատվեց դատական անկախության սկզբունքը։ Նույն 2024 թվականին ԲԴԽ-ն շարունակեց քաղաքական հնչեղություն ունեցող գործերում ներգրաված դատավորների լիազորությունների կասեցումը, ամրապնդելով այն ընկալումը, որ կարգապահական վարույթները չարաշահում են դատական վճիռների վրա ազդելու նպատակով։ Հաջորդ մեջբերումը իշխանություններն օրենքը կիրառում են ընտրողաբար եւ քրեական եւ քաղաքացիական գործերի օրինական ընթացքը երաշխավորված չէ։ Երկարատև նախնական կալանքի կիրառումը շարունակում է խնդրահարույց լինել։ Այս նախնական կալանքի թեման ընդհանրապես բանը, արդեն չգիտեմ, տարիներով գալիս է։ Պաշտոնական մեր տեղեկություններով քննչական ծառայության կայքում կարող եք նայել 2024 թվականին նախնական կալանքի դիմումների 80%-ը բավարարվել է։ Այսինքն այստեղ որևէ արդար դատական process-ի
հոթել չի գալիս։ Իշխող կուսակցությունը ներկայացնող կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հազվադեպ է հանրային հետապնդում հարուցվում, չնայած պաշտոնյական չարաշումների հստակ ապացույցների առկայությանը։ Ես կարող եմ շարունակել այս ցուցակը, չեմ ուզում չարաշահել, եթե կուզեք հետո կտրամադրեմ ձեզ, բայց համատարած այս կարծիքը, որ Հայաստանում դատարանները ճզմված են իշխանության քաղաքական ներազդեցության տակ, եւ դա էլ է համընդհանուր կարծիք, նույնիսկ Հայաստանի, այսպես ասած, դիտորդական կազմակերպություններն են դա նշում, որ դատական հետապնդումը իրականացումը ընտրողաբար նույն արարքի համար, որ կատարել է ԿՊ-ի ներկայացուցիչը, այլ վարույթ է, ընդդիմադիրների նկատմամբ այլ վարույթ է։ Այսքանը։ Շնորհակալություն, իսկապես շատ կարևոր զեկույց է։ Ես եկամ խորհուրդ կտայի, որ կարելի էր նաև մեր մոտ մեր ցանցերում նաև կիսվել, որովհետև ես էլ եմ ընթերցել, բավական տարբեր զեկույց է։ Իրականում շատ լավ բան ասեցիք, համանդրական բարեփոխումների վերաբերյալ ասեցիք։ Ես կարծում եմ, որ նաև կարելի էր անդրադառնալ կային մեծամասնություն այդ տխրահարճակ բանին, պրինցիպին, որը որ կա մեր համանդրությունում, որը որ թիմ ընտրություններից տարբերվում է։ Թիմ ընտրությունների, այսպես օրինակ մասնակից պարոն Չուկակյանն է։ Պարոն Չուկակյան, ձեզ այսպեսի մի հարց, դուք քանի որ մասնակցել եք, օրինակ ձեր կարծիքով թիմ ընտրությունների ընթացքում այսպես ձևավորված տեղական ընտրական մարմիններում ձևավորված ժողովրդավարական պրինցիպները եւ մշակույթը կարելի արդյոք տեղափոխել խորհրդարանական ընտրություններ ու հաշվի առնելով որ նաեւ այդպիսի խոսակցություններ եւս կան, ինչպես եք տեսնում նման հեռանկարները, թե դա այդքան էլ հնարավոր չէ, իրատեսական չէ։ Շնորհակալություն, ընտրություններին իհարկե տեղական մակարդակում որպես դիտորդական առաքելությունների համակարգով եմ մասնակցել, ուսումնասիրել ենք տարբեր տեսանկյուններից, այսպես մենք խորհրդարանական համակարգ կառուցելու ճանապարհին որոշում կայացրեցինք, որ այո, իսկ մենք հասելու նկատի ունենք պետություն իր կառավարությամբ եւ այլ մարմիններով որոշում կայացվեց, որ թիմ համակարգը եւս պետք է անցում կատարի համամասնական ընտրակարգին եւ կուսակցությունների միջոցով պետք է առաջադրվեն ավականո անդամներ, որոնցից առաջին համարները, ովքեր որ մեծամասնություն են ստանում, կդառնան համայնքապետ։ Սակայն այս մակարդակում միևնույն է փոփոխություն տեղի չունեցավ, այս պետք է արձանագրենք, այսինքն լոկալ մակարդակում ընտրում են անձերի։ Կուսակցությունները դեռևս դերակատարություն մեծ չունեն լոկալ մակարդակներում, որ մարդիկ լոկալ հարցերի հետ կապված իրենց հույսերը հավատը կապեն որևէ կուսակցության հետ, ավելի շատ անձի, ով ներկայացնում է այդ կուսակցությունը, անգամ դեպքեր են ունեցել, երբ որ քննարկումներից բարձր դառնում, որ ուղղակի խնդրել են եւ այդ կուսակցությունը որևէ տեխնացուին ուղղակի տվել են օգտագործելու համար։ Սա ուղղակիորեն խոսում է մեր քաղաքական համակարգի մարզերում չկայացվածության մասին, կուսակցական համակարգի չկայացվածության, որտեղ շատ խնդիրներ կան այս ճանապարհին, որի շուրջ գործառնական շատ քայլեր չեն իրականացվում ու կուսակցությունները եւս դեռևս շատ մեծ ջանքեր ունեն գործադրելու, որ լոկալ մակարդակում որևէ փոփոխություն տեղի ունենա։ Ձեր հարցից երևի եզրակացնում եմ խոսքը ավելի շատ ընդդիմադիր կուսակցությունների տեխնացուների հաղթանակի մասին է, որ տեղի ունեցավ ու արդյոք եթե լոկալ մակարդակում ընդդիմությունը կարողացավ միավորվել ու այս դեպքում օրինակ որպես Գյումրիում հաղթանակ տանել, ապա հնարավոր է նաև հանրապետական մակարդակում նմանատիպ իրավիճակի հասնել։ Իմ գնահատմամբ այո հնարավոր է, այսինքն որևէ փաստացի խոչընդոտ չկա դրա համար, եթե կարողանանք կուսակցությունները կարողանան հաղթահարել անցողիկ շեմերը եւ այնպես անել, որ իշխող կուսակցությունը չկարողանա մեծամասնություն ձևավորել։ Բայց դրանից առաջ պետք է գանք այն կետին, որ դուք նշեցիք, կայուն մեծամասնության կետը, որը հնարավորություն է տալիս 30 եւ մի փոքր ավել տոկոս հավաքած կուսակցությանը առաջին կամ երկրորդ փուլով անգամ ստանալու կայուն մեծամասնություն ու այս դեպքում ձևավորելու մեծամասնության իշխանություն, որովհետև համանրության մեջ արձանագրված է, որ մենք պարտադիր կերպով պետք է ունենանք այդ մեծամասնությունը, առանց մեծամասնության չենք գնալու։ Իսկ այս բարագայում մենք խաչ ենք քաշել կոալիցիոն կառավարման վրա ու դա հնարավոր է միայն ընդդիմության հաղթանակի պարագայում։ Ըստ հարցումների մենք եւս
պատկերացնում ենք իրավիճակը այնպեսին է, որ որևէ քաղաքական ուժ ներկա պահին եւ ընդդիմադիր եւ իշխանական եւ պրոիշխանական արբանյակների դաշտում մեծամասնություն չունի։ Ու այստեղ է հարցը, արդյոք ինչ համագործակցություն տեղի ունեցավ տեղական մակարդակում, արդյոք հնարավոր է նմանատիպ համագործակցություն ունենալ պետական ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ուղղակի ասպեկտները տարբեր են։ Եթե այնտեղ կան լոկալ լիդերներ, ովքեր գուցե եւ կապ չունեն կուսակցությունների հետ, իրենց ամբիցիաները որոշակիորեն տարբեր են, այստեղ ունենք խնդիր նրա հետ, որ արդեն կուսակցություններ են սկզբունքային տարատեսակ հարցեր կան, նաեւ որոշակիորեն մեր ընդդիմության խնդիրներից մեկը նաեւ այն է, որ տարբեր հարցերի շուրջ, որոնք շատ առանցքային են, հայտարարի չեն կարողանում գալ, ու սա եւս խնդիր է, որ պետքա լուծվի գոնե հեռանկարային մակարդակում, ոչ թե նախընտրական դաշինքների մակարդակում, ընդհանուր այսքան։ Շնորհակալություն։ Ուզում եմ